Ըստ խնդրի ունենք 4-ը 4-ի քառակուսի, որը կոչվում է կախարդական, եթե 1-ից 16 բոլոր թվերը գտնվում են նրա վանդակներում, այնպես որ սյուներում, տողերում եւ երկու անկյունագծերում գրված թվերի գումարները հավասար են։ Սեյրանը սկսեց լրացնել այդպիսի կախարդական քառակուսի եւ 1 թիվը գրեց վանդակներից մեկում։ Օրինակ այստեղ։ Այնուհետև նրա կրտսեր եղբայր Լևոնը 2 եւ 3 թվերը տեղադրեց 1-ի հարակից վանդակներում։ Պետք է գտնենք կկարողանա արդյոք Սեյրանը կախարդական քառակուսին լրացնել մինչև վերջ այսպիսի օգնությունից հետո։ Նախ եւ առաջ նկատենք, որ 2 եւ 3 թվերը 1-ի հարակից վանդակներում տեղադրելու համար ունենք երկու հնարավոր եղանակ։ Առաջին եղանակում 2-ը եւ 3-ը տեղադրում ենք 1-ի հետ նույն տողում կամ նույն սյան մեջ։ Իսկ երկրորդ եղանակը, երբ ստանում ենք էլաձև պատկեր։ Օրինակ 2-ը գտնվում է 1-ի հետ նույն տողում, իսկ 3-ը 1-ի հետ նույն սյան մեջ։ Այնուհետև հաշվենք 1-ից մինչև 16 թվերի գումարը՝ 136, եւ քանի որ ունենք 4-ը տող եւ 4-ը սյուն, նշանակում է յուրաքանչյուր տողի եւ յուրաքանչյուր սյան գումարը պետք է լինի 136-ը բաժանած 4-ի 34։ Հիմա նայենք առաջին դեպքին։ Տողը եւ սյունը ամբողջությամբ լրացնելու համար մեզ պակասում է միայն այս կարմիր վանդակի թիվը, որտեղ պարտադիր պետք է գրված լինի 28, քանի որ ինչպես արդեն պարզեցինք, տողի կամ սյան գումարը, այսինքն 28-ին գումարած 2 գումարած 1 գումարած 3-ը պետք է լինի 34։ Սակայն քանի որ մեր ձեռքի տակ եղած թվերը 1-ից մինչև 16-ն են, այսինքն այդ կարմիր վանդակում մենք 28 գրել չենք կարող, հետեւաբար առաջին դեպքում կախարդական քառակուսի լրացնել հնարավոր չէ։ Անցնենք երկրորդ դեպքին։ Սկզբում դիտարկենք, թե ինչ պետք է գրված լինի այս երկու վանդակներում։ Քանի որ տողի գումարը պետք է լինի 34, այդ երկու վանդակների գումարը պետք է լինի 34-ից հանած 2-ին գումարած 1, այսինքն 31։ Իսկ միակ տարբերակը մեր ունեցած թվերով գումարը 31 ստանալու դա վանդակներից մեկում 16, մյուսում 15 գրելն է։ Նույն կերպ դիտարկենք, թե ինչ պետք է գրված լինի այս երկու կարմիր վանդակներում։ Նրանց գումարն էլ պետք է լինի 34-ից հանած 3-ին գումարած 1, այսինքն 30։ Եվ կրկին միակ տարբերակը գումարը 30 ստանալու վանդակներից մեկում 16, մյուսում 14 գրելն է։ Սակայն ինչպես երևում է 16 թիվը մենք արդեն իսկ օգտագործել ենք տողը լրացնելու համար եւ չենք կարող օգտագործել նաեւ սյունը լրացնելու համար, քանի որ այն չի գտնվում տողի եւ սյան հատման կետում։ Ուրեմն այս դեպքում եւս կախարդական քառակուսի ստանալ հնարավոր չէ։